Ծովի և անտառի համադրությունը Լուսինե Բաղդասարյանի կտավներում, մշակույթների երկխոսություն կազմակերպության և Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի գործակցությամբ իրականացված արվեստագետների փոխանակման ծրագրով Լուսինեն 2024 թվականին մեկնեց Ֆրանսիա, որտեղ էլ սկսեց պատրաստվել իր «Վիաս Մարիս» խորագրով ցուցահանդեսին։ Բոլոր երկրներից հավաքվում են արվեստագետներ, ապրում են այդտեղ 3 ամիս եւ իրենց կեցության վերջում արդեն ցուցադրվում են իրենց բոլորի աշխատանքները։ Նախագիծը որպես այդպիսին հստակ պայմաններ չուներ, դու կարող էիր որևիցե թեմա ընտրել եւ այդ թեմայի շուրջ աշխատել կամ կատարել research հենց այնտեղ քաղաքում եւ քաղաքից ոգեշնչված որևիցե նախագիծ անել, այսինքն ազատ էիր ընտրության մեջ։ 3 ամսում Լուսինե Բաղդասարյանը ոչ միայն վրձնեց Ֆրանսիայի բնությունը, այլև ծովին եւ անտառին միս ու արյուն տվեց բրազիլուհի մոդելի օգնությամբ, ստեղծելով նաեւ տեսակտավներ։ Ինչ-որ պահից միտք առաջացավ, որ ամբողջը միքսել ու ինչու ոչ հենց այդ կերպարանքը, որին որ ես գեղանկարում կարողանում եմ ստանալ, որոշեցի կտավից հանել եւ ինքը լինի ավելի տարածության մեջ ու չլինի միայն կտավի մեջ։ Եթե հմուտ է լինում համադրությունը, ապա նախագիծը այդ դեպքում շահում է, բայց դա չպետք է լինի ինքնանպատակ, դա պետք է բխի բուն նախագծի գաղափարախոսությունից։ Սոնա Հարությունյանի խոսքով Վիաս Մարիսը կոչ է հանրությանը լսելու բնության ձայնը, վերաիմաստավորելու մեր տեղն այս բարդ աշխարհում եւ գործելու հանուն ներդաշնակ ապագայի։ 21-րդ դարում տեխնիկապես շատ հագեցած մեր առօրյան ինչ որ չափով նաեւ չի թողնում հնարավորություն նաեւ անդրադարձ կատարելու կամ առնչվելու բնության հետ եւ գտնվելով Մարսելում կարծեք թե հայ արվեստագետը ավելի խորամուխ եղավ բնության եւ մարդու սկզբնաղբյուրի եւ իրենց փոխազդեցության այդ տարերքներին։ Հայարտ կենտրոնում ցուցադրվում են Լուսինեի 18 գեղանկարներն ու 2 տեսակտավները, որոնք արվեստասերները կարող են տեսնել մինչև ապրիլի 22-ը։ Յուրա Վահանյան, Արտակ Գևորգյան եւ Արամ Հարությունյան, լուրեր։